Մաղջյան գյուղի դպրոցում տեղի ունեցած դեպքով բազմակողմանի քննություն է ընթանում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2-ի համար որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն, 3-ը տնային կալանքում է, 4-ը նույնպես 1 միլիոն դրամ գրավով։ Թմրամիջոցների իրացման հոդվածով որևէ անձի նկատմամբ հանրային հետապնդում հարուցված չէ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործություն կատարելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվող անչափահասի շորթում կատարելու դեպքերի առթիվ, հետագայում նաև քրեական վարույթի նախաքննության ընթացքում իհայտ եկած առերևույթ տվյալների տեղեկությունների արդյունքում քրեական վարույթ է նախաձեռնվել նաև քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով։ Հերքվել է թմրամիջոցից կախվածություն առաջանալու մասին վարկածը։ Ասում են, որ երեխաների մոտ առաջացել է կախվածություն, ինչից հետո բազմաթիվ անգամներ տնից գումարներ են գողացել նոր թմրամիջոցների խմբականակ ձեռք բերելու համար, սակայն քրեական վարույթում նմանատիպ տվյալներ առկա չեն եւ գումարը վերցնել եւ գումարը մյուս անձանց փոխանցելը կրել է միայն այդ տվյալները չհրապարակելուն ուղղված գործողությունների բնույթ։ Միջադեպի մասին տեղեկությունը չի ստացվել տուժող երեխաների ծնողներից, մինչդեռ նման դեպքերից զերծ մնալու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գործակցությունը, ընդգծում են իրավապահները։ Թմրամիջոցների գործածման առումով դպրոցը ամենակրթական հաստատությունը անբարենպաստ միջավայրն է հայտնաբերման տեսանկյունից ելնելով։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը կոչ է անում ծնողներին հետևել հատկապես իրենց երեխաների ֆինանսական հոսքերին։ Ֆինանսական հոսքերին հետևելը եւ նրանց մոտ անհասկանալի դրամական միջոցների առկայությունը կարող է շատ լավ ազդակ լինել նրան, որ երեխան ներգրաված է ինչ-որ բաներում, եւ նաեւ խորհուրդ կտամ պարբերաբար կերպով ստուգել իրենց երեխաների բջջային հեռախոսներում առկա տեղեկատվության պարունակությունը, սկսած նամակագրություններից մինչեւ այն կոնտենտը, ինչը իրենց հետաքրքրում է եւ նաեւ այն Եթե խոսքը վերաբերում է Telegram-ին, այն Telegram-յան ալիքները, որոնց նրանք հետևում կամ որոնց հետ առնչություն են անում։ Արատավոր երևույթները դպրոցներում կանխարգելելու նպատակով շուրջ 1700 կրթական հաստատությունում ստուգվել են տեսախցիկների ձայնագրությունները։ Հիմնականում այն հատվածներում, որտեղ տեսանելի չեն, այսինքն դիմացի հատվածում, չէ, հետևի հատվածում կամ կողային որևէ փակ հատվածներում են դրանք տեղի ունենում։ Առաջիկայում նախատեսվում է դպրոցներում ավելացնել տեսախցիկների թիվը, ընտրվելու են կարմիր գոտիներ, որտեղ եւս կտեղադրվեն տեսախցիկներ։ Այժմ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվում է կրթական հաստատությունների անվտանգության համակարգ։ Ցանկապատում, լուսավորություն, եթե անհրաժեշտ է նաև ձեր կողմից նշված անցակետերը որոշ տեղերում, տեսախցիկներով հագեցվածություն եւ անվտանգության անհրաժեշտության դեպքում նաև անվտանգության աշխատակիցների ներառում։ Ներքին գործերի նախարարությունը մշակել է թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն նյութերի գործածման եւ ապօրինի շրջանառության կանխարգելման եւ 2025-27 թվականների գործողությունների ռազմավարության փաստաթղթի նախագիծ։ Նախատեսվում է սահմանել այնպիսի իրերի առարկաների ցանկ, որոնք արգելված է անչափահասներին ձեռք բերել, մեծ չափահասից անչափահասին փոխանցել, կրել, վաճառել եւ այլն։ Այսինքն, ինչպես նաեւ դրանք կրթական հաստատություններ բերել կամ եթե կան իրերի եւ առարկաներ, որոնք կարող է անչափահասը կրել, սակայն բերել կրթական հաստատություն, դրանք այնտեղ հանձնելու կարգը։ Հասարակության մեջ տարածված կարծիքին ու ոչ հավաստի տեղեկություններին, որ անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը շատ մեծ ծավալների է հասել, համաձայն չէ քննչական կոմիտեի ներկայացուցիչը։ Կրթական հաստատություններում թմրամիջոցների գործածման հաստատված դեպքեր չեն արձանագրվել։ Տեղեկություններ են սկսում տարածվել, որ երեխաներին կոնֆետներ են բաժանում դպրոցներում։ Նմանատիպ դեպքերի վերաբերյալ իրավապահ մարմինները Հայաստանի Հանրապետության որևէ հաղորդում չեն ունեցել։ Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին երամսյակում արձանագրվել է թմրամիջոցների շրջանառության 982 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը նվազել են 148-ով։ Թմրամիջոցների իրացմամբ արձանագրվել է 542 դեպք, նախորդ տարվա 549-ի դիմաց։ Այստեղ էլ դեպքերը եւս նվազել են 7-ով եւ ինչպես տեսնում եք, նվազումը հիմնականում վերաբերում է թմրամիջոցների ձեռքբերման դեպքերին։ Այս հոդվածով քրեական պատասխանատվության է ենթարկվել 80 անձ։ Ընդհանուր առմամբ 2025 թվականի առաջին երամսյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով պատասխանատվության է ենթարկվել 324 անձ, նախորդ տարվա 301-ի դիմաց, այստեղ եւս ունենք պատասխանատվության ենթարկված անձանց աճ ի հակասություն գործերի նվազման, ինչը եւս ենթադրում է արդյունավետ պայքարի մասին։ Ավելացել են թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, ինչն ըստ քննչական կոմիտեի ներկայացուցչի պայմանավորված է դեպքերի արդյունավետ բացահայտմամբ։ Այս տարի արդեն իսկ հայտնաբերված թմրամիջոցների թիվը 134 կիլոգրամով գերազանցում է 24 թվականի առաջի երամսյակում հայտնաբերված թմրամիջոցներին, կազմելով 173 կիլոգրամ։ Եվ սա նշանակում է, որ սահմանային անցակետերում, ինչպես նաեւ ապօրինի սահմանային
անցկացնելու միջոցով արգելված թմրամիջոցները հետագայում հանգեցնում են դրանց փոքր քանակներով իրացման կանխմանը։ Անդրադառնալով Մարմարի գյուղում մայիսի 4-ին անհետացած 2-ամյա Տիգրանի որոնումներին իրավապահները վստահեցնում են, բոլոր նույնիսկ անհավանական վարկածներն ու տեղեկությունները ստուգվում են, սակայն որևէ տեսանելի արդյունք դեռևս չկա։ Վրիլ Մկրտչյան, լուրեր։